շատ են հարցում վերջին շրջանում արտաքսումների հետ կապված դեպորտ Ռուսաստանից մեր հայրենակիցների եւ հարցը հետեւյալն է հունիսի 7-ից հետո հնարավոր է այդ հարցը արագ լուծել նաեւ մի բան կար որ մոռացա դրա մասին ասել խնդրել են որ ձեզ փոխանցենք երկու առաջ երբ որ նկարահանումների Հանրապետության հրապարակում մի տղա երեխայի մոտեցավ եւ մի պատմություն պատմեց 2000-ական թվականների Կրասնոդարի երկրամասում խնդիր է եղել այսպես կոչված սկիխետների հետ կապված հայկական գերեզմաններ են այգու եւ ասիստանտ Քոչարյանը այդ ժամանակ եկավ մեկ օրվա մեջ այդ խնդիրը լուծեց եւ մենք այլևս պրոբլեմ չունենք Կրասնոդարին եւ ասես խնդրում եմ իմ անունից փոխանցի նաեւ որ հանդիպում ա եղել նաեւ համայնքի հետ իմ անունից փոխանցի որ մենք ձեր կողքին ենք ձեր հետ ենք եւ հուսով ենք որ ձեր ընտրվելու պարագայում բոլոր խնդիրները որ կան շատ արագ լուծում կստանան քանի որ խոստացել էի փոխանցեցի այդ հարցը եւ նաեւ շնորհակալություն ձեզ եւ խնդրում եմ այդ հարցին պատասխանել հարցը մեկն է թե երկուսն է դեպորտների հարցը 2-3 ամսվա հարցը ուրիշ բան չկա եւ զբաղվելու հարց հետեւողական հարցով զբաղվել եւ ունենալ այն առավելությունները որոնք թույլ են տալիս նման կարգի հարցերը շատ արագ լուծել այդպիսի հարց երբեք չի եղել իմ տպավորությամբ այս հարցը արհեստական ձևով ստեղծված հարց է եւ հետևանք է այս իշխանությունների կառավարության բայց ես մի բան ավելացնեմ քանի որ Կրասնոդարի այդ մասին խոսք եղավ նայեք ես իմ այցերի ժամանակ Ռուսաստան միշտ ընտրում էի բացի Մոսկվայից երկրորդ քաղաքը եւ ընտրում էի այն քաղաքները որտեղ ես տեսնում եմ որ կան հայկական համայնքի եւ տեղի իշխանությունների հետ կամ որոշակի sense լարվածություն կամ իրար լավ չեն հասկանում կամ որոշակի ազնական ինչ-որ հատուկ դա է անում գնում է տեղում գուբերնատորին հրավիրում այդ համայնքի ղեկավարին էի հրավիրում համատեղ մի հանդիպում էինք անում իմ գնալուց հետո արձագանքը միշտ մեկն է հարցերը լուծված են մենք լավ ենք զգում եւ Հայաստանի առաջնորդի ֆունկցիան նաեւ դա պիտի լինի անել ամեն ինչ որ դրսում ապրող հայերը իրենց լավ զգան ճնշված չզգան եւ այդ բանը